Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Ռեբեկան ամբողջ գիշեր զանգում է Միսակին, բայց նա անհասանելի է։ Հետո գնում է այն վայրը, որտեղ վերջին ժամանակներում բնակվում էր Միսակը։ Դուռը փակ է կողպեքով։ Ռեբեկան արդեն չգիտի ինչ անի։ Նա նաև զանգում է պապիկին, ում Միսակը զանգել էր նախօրեին, բայց Սարոյանը զանգը ուշացումով էր տեսել։ Մի խոսքով Ռեբեկան մտածմունքների մեջ է ու ճարահատյալ դիմում է ծայրահեղ քայլի։ Նա որքան էլ չի ցանկանում որևէ առնչություն ունենալ Դիանայի հետ, այնուամենայնիվ զանգում է և Միսակի մասին հարց ու փորձ անում։ Դիանան զարմանում է, որ Միսակը չկա, ու իրեն էլ է շատ հետաքրքրում, թե որտեղ կարող է լինել Միսակը։ Հիմար Ռեբեկան այստեղ էլ է սխալվում։ Չէ՞ որ դու գիտես Դիանային, միգուցե հենց նա է վնասել Միսակին։ Եվ հիմա Ռեբեկային խնդրում է այս մասին ոչ ոքի ոչինչ չասել, մինչև ինքը հասկանա, թե որտեղ է Միսակը։ Ռեբեկան էլ հնազանդվում է ու լուռ սպասում մի լուրի։ Իրականում շատ ճիշտ է, երբ ամեն մեկը պատժվում է իր արածի, իր գործած հանցանքի համար և ոչ ուրիշի, բայց Դիանայի դեպքում կարող ենք ասել հակառակը։ Լավ կլինի, եթե Միսակի սպանության համար հենց նա նստի բանտ և ոչ թե Գարիկը։ Գոռն էլ ոստիկանությունից դուրս է գալիս ու շենքի դիմաց հանդիպում Սառային, ով եկել է իրենց նշանադրության թե ամուսնության մատանիով, հանում է այն և դնում գոռի ձեռքի ափի մեջ։ Երկուսի համար էլ շատ հուզիչ պահ է, քանի որ ընդամենը 1 օր առաջ նրանք իրար սեր էին խոստովանել, իսկ հիմա ստացվում է, որ այլևս ոչ մի բան կարևոր չէ։ Գոռին սակայն շատ քիչ է մնացել և նա կհանդիպի Սարգսին ու կստիպի գնալ ոստիկանություն և տալ իր անունը։ Հակառակ դեպքում կսպառնան նախորդ անգամ սկսած գործը ավարտին հասցնել։ Մի խոսքով Սառան գոռին վերադարձնում է մատանին ու հեռանում։ Իսկ Արմանին ազատում են բանտից և Սարոյանը առաջին մարդն է, ով հանդիպում է նրան։ Սարոյանը, ինչպես տեսնում ենք, մարդկանց ճանաչելու և նրանց իրական դեմքը տեսնելու խնդիր ունի։ Դեռ Միսակին բերեց իրեն փեսադարձրեց, իսկ Նարինեին չթողեց, որ ամուսնանար իր սիրած տղայի հետ։ Հետո Վահեին չհավատաց, հետո գոռի հասցեին ինչ ասես ասաց, հիմա էլ Արմանի հերթն է։ Բոլորը նրան ասում են, որ Արմանը մեղավոր չէ, որ նա ազնիվ անձնավորություն է, բայց Սարոյանը չի լսում։ Միակ մարդը, ում Սարոյանը չի վստահել իր կյանքում, դա Դիանան է։ Այդ էլ պարզապես այն պատճառով, որ բազմաթիվ դեպքերի ականատես է դարձել։ Իր աչքով է տեսել Միսակի ու Դիանայի կապը հաստատող փաստերը։ Մի խոսքով նա Արմանին ասում է, որ առաջին ու վերջին անգամ է զգուշացնում հեռու մնալ Էլլայից։ Ու Սարոյանը Արմանի բանտից դուրս գալուց հետո ցանկություն է հայտնում նրան առաջինը տեսնել, որպեսզի հենց դա զգուշացնի, որպեսզի Արմանը հանկարծ բանտից դուրս գալուց հետո չփորձի հանդիպել կամ խոսել Էլլայի հետ, այլ պարզապես ընդմիշտ անհետանա նրա կյանքից։ Հարգելի հետևորդներ, արդյոք Ռեբեկան կգտնի հորը, ավելի ճիշտ հոր դիակը։ Գրեք մեկնաբանություն և սեղմեք բաժանորդագրվել կոճակը։